Ես պատկերացնում եմ քանիսը հիմա մեր հեռուստադիտողներից 3-ը գնացին մանկություն դեպի այն ֆանտաստիկ լավ հիշողությունները, որտեղ չկար սմարթֆոններ, որտեղ չկար արհեստական բանականություն, ամեն ինչ բնական էր, ինքն էր, լավն էր, թեկուզ եւ շատ բան չկար։ Երջանկության համար 7 քար։ Այո, ու հիմա այն բոլոր խաղերը, որ թվարկում ենք, այս ընթացքում ենք նաեւ Թերեզայի հետ ենք խոսում, Թերեզան կարելի ասել 94% խաղերին ընդհանրապես ծանոթ չէ, չգիտեր թե ինչ է դա գետնից բարձր մի Այսօրվա եթերը նվիրված է ինձ լուսավորելու ընդհանրապես 7 քար, կլաս, անուն գոռոցի, տպիկ, հոլ ու շատ այլ խաղեր կան, որոնց մասին խոսենք մեր հյուրի հետ եւ մեր հյուրն է մի ֆանտաստիկ մարդ, մեր մանկության բակային խաղեր նախագծի երկնակ, առաջին հյուր ռեժիսոր Մարինա Սոլոյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լուսավոր լցրել եք մեր տաղավարը, հատկապես այս գունեղ տեսանյութը մենք եւս դիտեցինք եւ իսկապես տեղափոխվեցինք մանկություն եւ ինչ հրաշալի է, որ հենց գյուղերում է նկարահանվում շատ տեսանյութեր։ Պատմեք նախագծի գաղափարի մասին, ինչպես որոշեցիք 24 տարեկանում այսպիսի նախագիծ ստեղծել։ Շնորհակալություն։ Երևի ամեն ինչ սկսվել է հենց իմ մանկությունից, երբ որ ես իմ ֆիլմի հերոսների նման խաղում էի բակում, ու այդ ժամանակ դեռ չէի երազում ռեժիսոր դառնալու մասին։ Եվ այս վերջերս, երբ որ ես իմ յուղ էի գնացել ու տեսա, մենք իրեն բարբառով ասում ենք գուր, որը ջրավազանն է, ուրեմն երբ նկարում էինք Գորիսում, իմ օպերատորին ասացի, խնդրում եմ, արի այս ջրավազանի արտացոլանքը օգտագործենք, տանք մեր հերոսներից մեկը թռնի դրա վրայով ու անցնի։ Ինձ այդ ժամանակ թվում էր, որ դա ռեժիսորական, օպերատորական լուծում է, շատ սինեմատիկ, բայց երբ որ գյուղում էի, տեսա ու հիշեցի, որ մենք դրա վրայով թռնում էինք ու դիմացի դաշտում խաղում էինք, այսինքն դա իմ մարմնի հիշողությունն էր, որը որ Գորիսում այդպես իմ մեջ ծագեց։ Եվ այո, իմ մանկությունից է սկսվել, այսինքն բուռն մանկությունը միշտ ազդում է, երբ որ դու արվեստագետ ես լինում հատկապես, ու եկավ հենց նրանից, որ միշտ խաղացել եմ այդ խաղերը, ընկերներ եմ ունեցել բակում, մեծացել եմ բակային մշակույթի մեջ ու շատ ուզում էի, որպեսզի հիմա քիչ խաղալու եւ սմարթֆոնների շրջանում գնամ, գտնեմ այդ երեխեքին, հավաքեմ դա եւ այն մարդիկ, որոնք որ ունեցել են նման մանկություն, տեսնեն, վերհիշեն եւ նորից սիրահարվեն այդ խաղերին եւ նրանք ովքեր որ չգիտեն տեսնեն եւ այո տեսնեն եւ սովորեն ես այսօր այս թեմայի շրջանում հետաքրքիր կադրերը որ նայեցինք թարմ են այսինքն այնպես չի որ 10-15 տարի առաջվա նկարած կադրեր են հետաքրքիր արդյոք կա ինչ-որ մի բան բեմադրված թե իրականում այո այս երեխաները այս խաղերը խաղում են որտեվ ցավոք սրտի Երևանում մեր բակում միայն տղա երեխաները գնդակ են խաղում ցավոք սրտի այն մնացած խաղերին կարելի ասել ծանոթ չեն չգիտեն ու Երևանի ոչ մի բակում ցավոք սրտի պետք է փաստենք բացի ֆուտբոլ խաղալուց ուրիշ ոչինչ չեն խաղում երեխաները մարզերում իսկապես երեխաները այս խաղերով խաղում են թե կան ինչ-որ բաներ որ բեմադրված են դուք եք ծանոթացրել դուք եք ներկայացրել որ գիտեք երեխեք sense խաղ կա եկեք խաղան կավա ձեզ դուր գա Ես ոչինչ եմ բեմադրել, իրենք գիտեն խաղերը, քանի որ ես միշտ հարցնում էի, իսկ դուք ես ինչ խաղը գիտեք, իրենք ասում էին, հա, իհարկե, մենք խաղում ենք այդ խաղը, ու ես շատ էի ոգևորվում ու շատ էի ուրախանում։ Միայն չկարողացա ռեզին խաղացողների գտնել, երբ որ Մեղրիում էինք, աղջիկները մեզ մոտ մենք ունենք 7 քար խաղը, մեզ մոտ միայն աղջիկներն են խաղում Մեղրիում, եւ իրենք ռեզին խաղալ չգիտեին։ Ու ես հիշում եմ այդ օրը շատ լավ, որ կապել էինք այդ ռեզինը, հյուրատան տիրուհուց խնդրել էի ռեզին, ու ես ու իմ օպերատոր աղջիկը Գաբրիելան այո խաղում էինք ու հերթով քայլերը ցույց էինք տալիս, բայց հասկացա, որ եթե մի բան չկա, պետք չի իրեն, այո, օրգանիկ չի, պետք չի վերականգնել, բայց իրենք ասացին, որ խաղում են 7 քար, մի բան, որը որ շատ տեղերում չեն խաղում, այսինքն դա իրենց առանձնահատկությունն էր, եւ աղջիկները, ու դա շատ հավես էր։ Տեղեր էլ կար, որտեղ որ միայն տղաներն էին ինչ որ սպეციფიկ մի բան խաղում, որ աղջիկները չէին խաղում, էլի մեր մանկության նման, երբ որ մենք միքս էինք անում, տղա աղջիկ խաղում ենք իրար հետ, կամ էլ խաղեր կային, որ միայն աղջիկներ էին խաղում, այ օրինակ կլասիկը նույն էլի ես միայն իմ մանկության տարիներին երևի Մոսկվայում ռուս տղաների հետ խաղացել են կլասիկ, բայց Հայաստանում տղաներ չեմ տեսել այդպես խաղացող, միգուցե նոր սերունդը կուզենա խաղալ հետաքրքիր կլինի,
այդպես, այսինքն իրենք գիտեն այդ խաղերը խաղում են, ոչինչ չեն բեմադրել, դա այն է, ինչը որ մենք տեսնում ենք եւ կոնցեպտուալ իմաստով, երբ որ ես մտածում էի, լավ, ինչ անեմ, սկզբում մտածում էի միգուցե դա լինի ուսուցողական, այսինքն անիմացիոն, մի քիչ բեմադրված, որպեսզի voice over ձայնով, հա, արտադրային ձայնով բացատրենք, պատմողական, սովորեցնենք թե ինչ է դա։ Եվ երկրորդ տարբերակը, որը որ ես ավելի շատ եմ հավանում, որը որ հենց այն ֆիլմն է, որը որ ես տեսնում էի վավերագրության մեջ, կոնցեպտը հետևյալն է, որ մենք ապրում ենք մի բակում, օրինակ Մեղրիում, հին թաղում, երեխեքը խաղում են այդ խաղը ու մենք դրա մասն ենք կազմում։ Մենք ուղղակի կողքից հետևում ենք երեխեքին, թե իրենք ինչպես են խաղում։ Ոչ մի բեմադրված ոչինչ չկա։ Կարմիր կոճակը գիտես։ Ոչ։ Որպես երևույթ գիտեմ կարմիր կոճակի եղելությունը, որպես խաղ ոչ։ Ուրեմն նստում են 4-5 հոգով, մեկը Կարելի է ձեռքին ունենալ աշխատանքի էլի։ Հաջորդ սեզոնի ինձ ումը ձեզ հետ ենք նկարել։ Ինչ պետք է կոճակը անեմ։ ձեռքի մեջ, բոլորը այսպես նստում են ձեռքերած։ Ու տեքստը չեմ հիշում ես ինչ որ։ Ուղղակի դու խաղում ես քո անկերների կարմիր կոճակ դուրս թռի, կարմիր կոճակ դուրս թռիր, այնքան մինչև որ դու քո միշտ քո ուզած մարդուն իհարկե, որի հետ որ մտերիմ ես քո անկերներից մեկի հետ կարմիր կոճակը շատ Սովորաբար տալիս են ում որ սիրահարված են իրում այդ կոճակը իրեն են։ Այգեպանը որ խաղում ենք հենց դա է։ Ինչ է ռոմանտիզացնելու մշակույթը։ Իրականում այգեպան խաղը հենց այդ ռոմանտիկ խաղն էր, այո։ Դա գիտեմ։ Հույս ունեմ։ Օրինակ հիմա եթե խաղանք այդ խաղը, դու որ միրգ կուզենայիր լինել։ Դամբուլ, չէ, դամբուլ չէ, մանգո։ Կրկամիրգ։ Կրկամիրգ։ Լավ։ Մարակույան։ Դե ես ինչ էի մտածում այս ընթացքում, նայեք, եթե մենք երեխաներին բակ թողնենք, նախ սկսենք նրանից, որ այն ժամանակ ծնողները պատուհանը բացում են, չէ՞, հիշեք, այն որ բալաջան բարձացի տուն մի կտոր հաց կեր։ 10-ին գիշերվա իմ հարևանուհին մենք իր ձայնը անգիր էին կարել բացում էր ու երեխեք հերիք եղավ, բոլ եղավ, որովհետեւ ու ապահով ու հանգիստ էր ավելի բակերում։ Նայեք, այն ժամանակ հիմա ես կարծում եմ, որ ծնողները եթե վերցնեն սմարթֆոնները իրենց երեխեքի ձեռքից, ասեն գնացեք դուրս։ Իրենք ավտոմատ շփվելու են, մտածելու ինչով կարելի է զբաղվել։ Չէ, քննարկելու են այն ինչ տեսան այդ օրը սմարթֆոններում։ Հա, TikTok-ում տեսել ես մի հիմարություն կար։ Դա բայց նայեք, եթե առանց սմարթֆոն թողնենք երեխեքին բակ, իմ կարծիքով ինչ-որ մի բան կփոխվի։ Բացի դա, նայեք, հիմա երեխաները, դեռահասները գնում են օրինակ ծննդյան տարեդարձները իրենց նշելու ինչ որ սրճարաններում, որտեղ իրենց զբաղեցնում են խաղերով հենց։ Այո, համաձայն։ Սեղանի որոշակի խաղերը եւ չի որ միայն սնունդ, երաժշտություն, ոչ խաղերով են զբաղեցնում։ Այսինքն այնպես չէ որ այս նոր սերունդը չի սիրում այդ խաղերը։ Այո, լրիվ չի կորել խաղ երևույթը, տեսակը, որովհետեւ դա շատ վաղուց է գալիս, երբ որ ես ուսումնասիրում էի խաղերը ու տեսնում էի, որ նույն 7 քարը Հնդկաստանում էլ կա, ուղղակի մի քիչ ուրիշ ձև է կոչվում, կամ նույն կլասիկես վերջերս Բուենոս Այրեսից իմ ընկերուհին ինձ արձագանքեց ու ասաց, «Ոյ, մենք դրան էսպես ենք ասում, իսպաներեն բառ էր, բայց այդ երևույթը իրենց մոտ էլ կար, այսինքն իրենք էլ են խաղացել։ Այդ խաղերը այնքան հին են, այդ բակերից եկած խաղերը, հա։ Հիմա փոխվել է խաղերի ձևը, բայց միևնույն է երևույթը նույնն է, այսինքն ամբողջ ընթացքում ես հարց էի տալիս իրենց, ասում եմ, իսկ դուք կուզենայիք, որ օրինակ այս խաղերը դառնային թվային, օրինակ դուք կլասիկը խաղաք պլանշետով, հա, touch screen համակարգով, կլասիկ խաղաք, ու բոլորը ինձ ասում էին ոչ։ Ես եղել եմ Հայաստանի հյուսիսից հարավ, Մեղրիից մինչև Մեծավան, բոլորը ինձ ասել են, որ ոչ, մենք ուզում ենք, որպեսզի մնա իսկականությունը, մենք դուրս գանք բակ ու խաղանք, մենք չենք ուզում նույնի on-line-ը խաղանք։ Դա շատ հետաքրքիր է, գիտեք։ Հա, իսկ on-line լիքը խաղեր կան ու շատ հայտնի խաղեր կան, GTA-ից սկսած էլ, այդ ամենահայտնիները։ Իսկ ինչ նոր խաղ բացահայտել եք ձեր համար, թե չէ։ Կա ինչ նոր խաղ, որ խաղում են երեխեք, օրինակ Մեղրիում, ու մենք այստեղ չգիտենք որ վայ, ոնց խաղում են։ Նման խաղ կա։ Մենք տեսանք նաև այդ դրոշի արարողությունը, որը բարեբախտաբար կարմիր խաղ, որին Կարենը ծանոթ չէր։ Դրոշը տենց բան։ Դա դրոշակ փախցնոցին է կամ բերդի գրավումն է, որը ես նկարահանել եմ իմ գյուղում, քանի որ ըստ իմ հարցումների դա խաղում էին հենց իմ գյուղում։ Ես ուրիշ տեղում չգտա երեխաների, որոնք որ այդ խաղը խաղում են։ Եվ հերոսներից մեկը իմ եղբայրն է, իր ընկերների հետ։ Մենք գնացել ենք մեր ամենագեղեցիկ հատվածը գյուղի, լճի ափին ու իրենք ընկերներով խաղում էին։ Դա շատ հավես խաղ է եւ ավելի շատ թիմային խաղ է, ընկերական խաղ է, արժի այդ էպիզոդը դիտել, ինձ թվում է շատ բան կտա ու ասեմ, որ այ դրոշակ փախցնոցին էլի շատ վաղուց խաղ է ու նաև on-line էլ կա, ինչքան ես գիտեմ, այո։
Նայեք, ես հիմա պայտակ մտքերով գնացին հիշեցի մեր ձմեռը, հա։ Երեխաները օրինակ տարվա կտրվածքով եմ ասում, նայեք, որտեղ որ գյուղում օրինակ գրում են տատիկ պապիկի մոտ, կար գետ, գետում լողում էին։ Ձմեռը 24 ժամ դրսում էինք, այնքան էին խաղում, թրջվում, սառում, որ նոր գալիս էին տուն, տատիկն էլ փեչը վառած, կարտոֆիլը դրած, այդ փայտի ճճտոցը, փեչի մուրը տանը, բայց այդ ամբողջ ջերմում, այո, հիմա երեխաները 3 րոպե դրսում ավել են մնում, վայ, հիվանդացավ։ Իմունային համակարգը իրենց կյանքով է ապրում։ Ինչ ձմեռային խաղեր կան։ Ձմեռային խաղեր հիշում եք, ունեք, որ առանձնացնեք։ Ես հիմա ինչքան ուզում եմ հիշեմ։ Ես էլ ինչքան ուզում եմ հիշել, որովհետև մտածում էի, մենք օգոստոսին ենք նկարել, ամբողջ օգոստոս Հայաստանի ճանապարհներին ենք եղել, մտածում էի, կա մի խաղ, որը ես կուզենամ ձմռանը նկարեմ։ Այդ բերթի գրավումը մտածում էի, որ կարելի էր ձմռանը նկարել, որովհետև ավելի, այո, կարելի էր հենց այդպես էլ մտածում էի, շատ, տեսեք, չի խաղացել, բայց ուզում է խաղալ։ Իրական երևակայություն։ Մտածում էի, որ միգուցե պետք էր ձյունը վերցնել, այդպես շարել, բան ու այնպես ան որպեսզի այդ Փարիզ լինի, պաշտպանությունը լինի։ Ինձ թվում է հիմնականում ձմռանը մենք խաղում ենք ուղղակի ձնագնդիկ։ Պարզ սովորական։ Այո, ձնեմարդ ենք սարքում եւ սանկիներով ենք գնում։ Օ, սանը այնքան վաղուց չենք արել, որովհետեւ այդ տոպրակների վրա այսպես կլիմայական խնդիրներից է։ Ինչ չքնավ եւ ֆանտաստիկ ձմեռը, այս պահին եւս ծնողներին կարող են խորհուրդել վերցնել իրենց երեխաներին եւ դուրս գալ, այո, խաղալու։ Որ մարզեր եք գնացել, պատմեցիք, որ այսպես բուրըն շրջագայել եք, որտեղից եք ամենաայսպես որտեղից եք ամենաշատը տպավորված։ Օ, ամեն տեղից ինձ թվում է, որովհետև երբ որ մենք ընտրում ենք թե ուր պիտի գնանք, ես հիշում եմ, որ մենք էպիգրաֆում նստած քրքրել ենք բոլոր ֆոտոալբոմները ու գրքերը Հայաստանի մասին։ Ժամերով նայում էինք ու ես ասում էի Վաու, այս կամուրջը կա Յաղդանում, ես ուզում եմ գնամ այստեղ նկարեմ։ Բայց սա կա, ես ուզում եմ գնամ նկարեմ, կամ որտեղ որ ես եղել եմ եւ իմ հիշողությունների մեջ այդ բնապատկերը տպավորվել էր։ Մենք հասել էինք Վաչագան գյուղ, որտեղ որ ես Տիգրան Համասյանի համերգին էի եղել, հիշում եք, երբ որ Խուստուփի մոտ ինքը համերգ տվեց, գնում ենք ու տեսնում եմ, որ Խուստուփը չկա։ Չի երևում, մռայլ եղանակ էր, բայց երեխեքը Խուստուփը մեր տիրապետության տակ է։ Այո։ Բայց երեխեք այնքան լավն էին, այնքան հաճելի էին, որ այդ Խուստուփի մասին ես մի քիչ մոռացել էի։ Մեղրիում ենք նկարել, Գորիսում ենք նկարել, Մեծավանում ենք նկարել, Արենիում ենք նկարել։ Իդեպ Արենիում, երբ որ գնացինք, դա մեր առաջին նկարահանման օրն էր, այն աղջնակը, որը որ մեր հերոսուհին է Արենիում, ինձ զանգահարեց ու ասաց, որ գիտեք, տղաները փոշմանել են, իրենք չեն ուզում խաղալ։ Ու ես շատ լարվել էի։ Պատճառը այն էր, որ իրենք մտածել էին, ես այդ վիդեոները իմ ֆիլմաշարը պետք է տեղադրեմ TikTok-ում ու իրենք խայտարակ լինեն։ Եվ ես հասկացա, որ երեխեքի մեջ մի քիչ այդ վախն էլ կա, բուլինգի ենթարկվելու այդ սոցիալական վախը, որովհետև ցավոք սրտի մեր սոցիալական հարթակներում հիմա այդ խայտարակ անելու միտումները շատ սուր են դրված, իրենք վախենում են։ Ու ես ասում եի, երեխեք, սա ֆիլմ է, սա սերիալ չի, եւ ես ինքս առաջինը խայտարակ կլինեմ։ Այդպիսի խնդիրներ մի քիչ եղել են իհարկե, բայց մնացած տեղերում շատ պատրաստական էին ու գալիս ասում էին շատ լավ է ստացվել կադրը, կարող է մի հատ էլ կրկնենք ձեզ համար, ինչ անենք ձեզ համար, ասում եմ ամեն ինչ լավ է, եղեք այնպեսին ինչպեսին կաք եւ այդ ազնվությունը իրենց ես շատ եմ սիրել։ Ինչպես որ բնապատկերին եմ սիրահարվել, այդպես էլ իմ հերոսներին, որովհետեւ մեկը մյուսի հետ կապ ունի։ Վաչագանի երեխաները այդ Վաչագանի բնության մեջ են, Մեծավանի երեխեքը Մեծավանի բնության մեջ են, Դիլիջանում հանգիստ այդ բնության նման աղջիկներ այդ ամենաերևի հանգիստ նկարահանման օրն եմ ունեցել այնտեղ։ Մեկը մյուսի հետ կապ ունի, շատ։ Թերես, արի, դե։ Չեղավ։ Հաղորդում ես եմ փակելուս մեր հյուրին ճանապարհը։ Ես այսօր նզովյալ եմ ինձ զգում եւ թվում որևէ տիրույթում բախտս չի բերում, բայց ֆիլմաշարը ձեզ կօգնի, երբ որ դուք դիտեք, ինձ թվում է կողքեվորվեք եւ դուրս կգաք բակ։ Մենք կարող ենք գալ եւ խաղալ այսպես կնայեմ երեխան։ Ես հատկացնում մեր բակի երեխաների դեմքը, երբ որ 4-րդ հարկից Թերեզան 9-1-1 կզայնի կտարել։ Կլասիկ է խաղում։ Եվ քանի որ ժամանակ հետ մի փոքր խնդիր ունենք եւ շատ արագ կուզենայի իմանալ նոյեմբերի 22-ին մի քիչ հետ գնանք, հա, ֆիլմ, որը կրկին շատ կարևոր է ձեր համար, որը մասնակցել է փառատոնին։
ստացել է մրցանակ, ինչ արձագանք է եղել, խնդրեմ դա ասել։ Մոսկվայում ստացավ մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար եւ մենք շատ ուրախ ենք եւ մեկ նշում եմ շատ ուզում անել ֆիլմաշարի հետ կապված ինչու եմ ասում որովհետեւ իսկապես մենք բոլորս մանկությունից են գալիս ու ես քրոջս հետ DVD-ով նայում էի մուլտֆիլմեր մենք պարտադիր մեր խնայողությունները ծախսում ենք Disney-ի մուլտֆիլմերը գնելու վրա այն ժամանակ կար DVD հիմա դա չկա եւ երբ որ մենք նայում ենք անիմացիոն ֆիլմեր ու ես տեսնում եի ենթագրերը որովհետեւ անիմացիոն ֆիլմը չունի չէ ֆիլմի նման որ սեվի վրա ենթագրեր են գնում, ոչ, այնտեղ ամեն ինչ հետաքրքիր է։ Եվ ես քրոջս խնդրեցի, ասացի, խնդրում եմ, երեխայի ձեռագրի նման նկարի, ես ուզում եմ, որ մեր ենթագրերը նկարած լինի։ Շատ են կռվել, շատ են վիճել, որովհետև ասում էր, չի ստացվում, չի լինում, ու մենք հասկացանք, որ երեխայի նման նկարել այդ ոճը, ահա որ բարդ է եւ սարսափելի դժվար է, բայց մենք նկարեցինք ու մեր ֆիլմը ամբողջությամբ մանկությունով լցված է։ Ենթագրերից սկսած վերջացրած, ուրեմն կոնցեպտուալ ամեն ինչով վիզուալիզացիայով։ Ես կուզեմ, որ այս 2026-ի ընթացքում ձեր ֆանտաստիկ փայլուն մտքում առաջանան նոր գաղափարներ, նոր ծրագրեր ու դրանց մասին խոսենք հենց կրկին մեր տաղավարից, որովհետև դուք անդրադարձ եք անում այն ամենին, ինչը թվում է թե մոռացված է, բայց ես վստահ եմ, քանի հեռուստադիտող տենց ինչ որ ջեմ հիշողություններ գնացին տատիկ պապիկի ամարանոց, իրենց բակի սիրելի, իսկ հիմա մենք մեծացել ենք, անգած ենք ես մեր աշխատանքով ծանրաբեռնված Թերեզան, իսկ մենք ունենք հաջորդիվ կրկին շատ կարևոր սպասված հյուր, ես շնորհակալություն եմ ուզում ձեզ կրկին ասել։ Մեր հյուրն էր ֆանտաստիկ ռեժիսոր, красавица и просто комсомолка и шикарная ռուսերեն չկարելի ասել, ռեժիսոր Մարինա Սոլոյան։ Շնորհակալ ենք ձեզ, լավ օր եւ շնորհակալություն նմանօրինակ նախագծերի համար։ Իսկ մենք դիտենք Go Fast եւ դիմավորենք մեր մյուս հյուրին։